Ողջույն սիրելիներս, սկսում ենք նոր վլոգ։ Կիրակի օրը առավոտ շուտ գնացել ենք եկեղեցի, ես ու Վիտոն, շնորհակալություն հայտնելու Տիրոջը մեր խաղաղ, անհոգ ու ապահով անցած շաբաթվա համար։ Քանի անձրևները դադարել են, գել եմ խաղողը վերջնականապես հավաքենք։ Սուսը, արդեն չորանում է։ Հավաքում եմ, հələ այսքան կա, այնքան ափսոս է։ Մոտիկ էլ չեք ապրում, ասեմ եկեք հավաքեք տարեք, կամ ես կհավաքեմ, ինքս եկեք տարեք։ Տանը մետ էլ չգիտեմ, էլի գինի կսարքեմ, ուղղակի սրանք դեռ հələ ուզում եմ մենա, թարմը խաղում ենք, սառնանում էլ ունեմ դրած, դեռևս այսքան թողնատև եկող շաբաթ դեռ տաք անելու, բան չի լինի, սրանք են ամենա, որոնք ամուր է, էլի, կպած դեռևս թող մնան։ Այսինքն 2-10 քաղել եմ արդեն, մի հատ են մյուսը ու այս մեկը տանեմ սրանից էլ, այս էլ ճզմեմ, ճումռեմ, գցնեմ, գնում եմ մասուրը, ստեղ ունեմ մի քանի հատ դեռ հավաքելու, ես թարմ հավաքել եմ, անդադ թեյ եմ սարքել, խմել ենք, բայց այսօր որոշել ենք նոնայով թեյ խմենք ուրցով, դրա համար այս թող մնա դեռ, այս էլ կհավաքեմ ու խնձոր կա մի քանի հատ դեռ, դրանք էլ հավաքենք, կազմը պատրաստ, անցնում ենք գործի, նախորդ վլոգներից ցույց եմ տվել, ոնց եմ առաջին անգամ պատրաստել, այս արդեն երկրորդ անգամն է, արդեն մի քիչ հմտացել եմ, այսպես կարելի ասել, լցրել եմ առանց լվանալու խաղողն է, սերքերով լավ կճմռեմ, այստեղ տեսեք ինչքան շատ ունեմ, ուղղակի մաքրում եմ տերևներից, նայում եմ, որ փչացած բաներ չլինեն, սարդեր չլինեն, բայց շատ կարևոր է, որ այս փոշին վրան լինի, որպեսզի համեղ գինի ստանանք, ոչ մի հավելումներ չեմ ավելացնելու, շաքար չեմ լցնելու, այսինքն ստանալու ենք, քանի որ խաղողը շատ քաղցր է, ստացվում է կիսաքաղցր կամ կիսաչոր, ոնց են ասում, այդպես գինի։ Մի խոսքով տրորում եմ, ճյուղերը, ողկույզները մի քիչ կհանեմ, որպեսզի տեղի խնդիր ունեմ, որ ամանիս մեջ տեղավորվի զուտ դրա համար, բայց տրորելուց հետո Բարի լույս սիրելիներս, ողջույն, բարի երկուշաբթի առավոտ բոլորիս, սկսվում է նոր շաբաթը, աշխատանքային շաբաթ, ուսումնական շաբաթ, ցրտեն արդեն ընկել է ու որ ցուրտ է լինում, մի տեսակ հավեսով չես արթնանում առավոտյան, բայց դե ուզենք չուզենք եղանակի հետ պետք է հարմարվենք, սիրում եմ տարվա բոլոր եղանակները, բայց ինչ խոսք ցուրտը այդքան էլ շատ չէ, հարմարվում եմ ցրտի հետ ուղակի, իսկ տաք եղանակներին հաճույքով անհամբեր սպասում, երբ լույսը բացվելու կամ երբ ժամը 5-ին, 5:10, այսպես զարթուցիչը զնգալու, որ վեր կենամ, այդպես սիրելիներս Իմ բոլորին ճանապարհել եմ ու երկուշաբթի, երեքշաբթի օրերին այնպես է ստացվում, որ ժամը 7-ին վերջինը ես եմ փակում դռները ու դուրս գալիս տանից, մնացածը շուտ են գնում, այդպես սիրելիներս գնանք, չնայելով ցրտին տրամադրված, գնանք աշխատանքի, լավ տրամադրված ու Բոլոր աշխատողներին լավ աշխատանքային շաբաթ եմ մաղթում, իսկ երեխաներին, ուսանողներին, աշակերտներին նոր ձեռքբերումներով, գիտելիքներով լի շաբաթ։ Դե գնացինք, լավ մնացեք, լավ եղեք, կհանդիպենք սենց ուսապարկով, որովհետև երկուշաբթի օրը լինում է ամբողջ շաբաթվա համազգեստս ու որպեսզի մի հատ էլ չմրսեմ, առանձին տոպրակով ուսապարկ եմ վերցնում, որ ամեն ինչ տեղավորեմ մեջը, ամբողջ շաբաթվա համար համազգեստը, այդպես սիրելիներս դե լավ, գնացինք։ Ընդմիջման ժամը ու եկել եմ ընդմիջում անելու։ Ես վագնում եմ դպրոց։
Ողջույն սիրելիներս, բարի լույս ու էլի ամենահարմար բան եմ ընտրել հարցերին պատասխանելու համար գործի գնալուց առաջ, երբ արդեն բոլորին ճանապարհել եմ, անչափ շնորհակալ եմ նախորդ վլոգի դիտումների ջերմ խոսքերի համար, մեկ անգամ եւս, ու հարցեր կային մարզվելու հետ կապված ու խոստացա, որ խոսելու եմ, ուրեմն սիրելիներս, ինձ էլի կրկնվեմ, ասեմ, միշտ ճանաչողները, հետևողները գիտեն, որ ես միշտ մարզվել եմ։ Ես ինչ հիշում եմ, արդեն երեխա ժամանակ, պարզա գյուղում մեծացած, միշտ եղբայրս, երբ ծանրամարտով էր զբաղվում, տանը պապան ստեղծել էր այդպիսի պայմաններ, ես մեջը կայի, ով որտեղ ֆուտբոլ էին խաղում, ես կայի մեջ, ամեն ինչի մեջ կայի, ու հետո արդեն Սալցբուրգում եմ ֆիթնես ստուդիո հաճախել, հետո Վիեննայում արդեն դե դուք ինձ հետ եք ու տեսել եք, որ միշտ սպորտը իմ կյանքում միշտ եղել է։ Հետո երբ Վիեննայում, այսպես ստաբիլ կերպով հաճախում էի, ամենաքիչը շաբաթը 3 անգամից քիչ չեմ հիշում, որ լիներ, ամուսնուս հետ էի գնում, շատ հաճելի էր, իհարկե երբեմն լինում էր, որ ժամերը չէր հարմարվում, կամ ինքը ուրիշ վարժություններ էր ունենում, ուրիշ ծրագիր էր ունենում, ես ուրիշ մի քիչ այսպես ժամային առումներով, բայց միշտ եմ զբաղվել ֆիթնեսով։ Հետո երբ որ տեղափոխվեցինք այստեղ, մի փոքր ամուսինս հենց սկզբից գրանցվեց, ինքը գնում էր, այդ խնդիր չէր, բայց ես դե տան գործ, մեծ տուն, հարմարվել այդ ամեն ինչը ու կարծես այսպես դադար էր իմ մոտ, մտածում էի, հետո շատ էր ակտիվությունը, շատ էի շարժվում, դե ինքս ինձ մտածում էի, դե հերիքա բավականացնում է այսքան շարժումները, քայլերիս որ նայում էի, ճիշտ է, միշտ չէր որ հեռախոսը գրպանումս է կամ եթե գրպանումս էր, եղել են օրեր, որ հենց այսպես դնում էի գրպանս, որ տեսնեի ու 15000 քայլը անցնում էր ու շատ ենք քայլում։ Այդ մի կողմ։ Հիմա հարցի պատասխանը ձեր, թե արդյոք միայն քայլելը բավական է։ Ես որպես էլի եմ ասում երկար ժամանակ մարզվող ու հետո մի տարի ու կես դադար տված մարդ, ասեմ, որ շատ մեծ է տարբերությունը։ Միանգամից զգում ես տարբերությունը օրգանիզմիդ վրա։ Նախ միանգամից քաշ ես հավաքում, ինչքան էլ իմ սննդակարգը չի փոխվել։ Ես գրեթե աշխատում քաղցրակեր չեմ, այդքան շատ քաղցր չեմ սիրում։ Եթե ես թխում եմ, պատրաստում եմ, դա լինում է, եթե ես երեկոյան ինչ-որ մի բան թխեմ, առավոտյան եմ դա ուտելու։ Մի փոքրիկ սուրճի հետ ու իմ համար, եթե ես մի կտոր դնում եմ, նկարում եմ, այդ չի նշանակում, ես այդ մի կտորը ուտում եմ։ Այսինքն ես այդքան քաղցրակեր չեմ, բայց եղան դեպքեր, որ վերջին դեպքերի հետ կապված, իմ կյանքում մամայի կորուստի հետ կապված, ես զգում էի, որ մի տեսակ քաղցրը ինձ օգնում է ու սկսել էի մի փոքրիկ շոկոլադներ ուտել։ Ու էդ էլ ասեմ, որ ես փոքրուց ալերգիա եմ ունեցել շոկոլադից ու չեմ կերել շոկոլադ։ Չեմ կերել, քաղցրավենի կոնֆետներ չեմ կերել, որտեղ վրաց դուրս էր տալիս։ Հետո արդեն այս մի տարի ու կեսվա մասին է խոսքը, որ արդեն անցա աշխատանքի էլ ու այնտեղ աղջիկները, այսպես մենք ունենք մեծ դարակ, որտեղ համեղ քաղցրավենիքներ, կոնֆետներ տարբեր տեսակի, թե մենք էինք առնում տանում, թե պացիենտներից որ նվերներ էինք ստանում, դնում ենք այնտեղ ու անընդհատ իրենք նստած էին քաղցրի վրա ու որ ուտելու կարիք չէին զգում, բայց ես էլ դե որ սովոր եմ օրվա ընթացքում մի քանի անգամ ուտել փոքր չափաբաժիններով, բայց առողջ ու չես կարող ամեն վայրկյանը մեկ գնալ ընդմիջում անել, դրա համար դե կեր դե լավ էս մի հատ նայես ինչ համով է բան ու զգացի, որ այդ ինձ մի քիչ օգնում է սթրեսից դուրս գալ, մի քիչ էներգիա հավաքել, չնայած լավ գիտակցում էի, որ այդ փոքրիկ շոկոլադը, կոնֆետը կամ էներգետիկ ըմպելիքը զուտ քեզ հաղորդում է կարճաժամկետ էներգիա ու դրանից հետո դու կրկնակի եռակի նորից ընկնում է քո էներգիան ու ավելի վատ ես լինում, քան առաջ էիր։ Բայց այդ ամեն ինչը գիտակցելով նորից շարունակում էի ու եկավ հասունացավ այն պահը, երբ հասկացա, որ չէ, ես սկսել եմ շուտ հոգնել, քաշս ավելացել, հետո այդ քաղցրը մի տեսակ էլ ինձ չի ձգում ու ուզում եմ առողջ սնվել, առողջ ապրել նորից։ Երևի եկել էր այդ պահը հասունացել էր ու մի քանի օր առաջ արդեն ես ինքս ինձ այսպես որոշեցի, որ չէ, ոչ թե հատուկ ինչ-որ նպատակ, որ ես այսքան կիլոգրամ նիհարելու եմ, իհարկե նիհարելու համար էլ, բայց ոչ միայն։ Նպատակը առողջ սնվելն է, որովհետև էլի եմ ասում, մարդ, ով սնվել է առողջ, զբաղվել է սպորտով ու հիմա տարբերությունը շատ մեծ է։
ես հիմա չունեմ այդքան շատ էներգիա, շուտ եմ հոգնում, տրամադրության անկումներ եմ ունենում, ինչը չի լինում, երբ որ դու առողջ ես սնվում։ Հիմա ես արդեն մի քանի օր է, որ բացառել եմ, կարելի ասել քաղցրավենիք չեմ կերել, բայց այնպես չի, որ եթե ինչ-որ մի տեղ գնանք, ասենք սուրճ խմելու, մի պուճուրիկ ինչ-որ քաղցրավենիք լինի կամ հյուրասիրեն, չեմ օգտվի, բայց ինձ չի ձգում, ինձ չի գրավում այդ ամեն ինչը հիմա, որովհետև զգում եմ փոփոխությունը ինքս իմ վրա։ Հացաբուլկեղենն եմ շատ քչացրել, կարելի ասել չեմ կերել այս քանի օրվա ընթացքում, բայց եթե էլի եմ ասում, որ ստիպված լինեմ, որ պետքա դրսում սնվեմ կամ երկար պետքա մնամ, ասենք օրինակ վաղը էլի չորեքշաբթիա վիրահատության օրա գնալու եմ գրած ու ես ամբողջ օրը այնտեղ եմ լինելու, ես չեմ կարող այսպես բանը լանչ բոքսը հետս ման կամ բան կարող է լինի, որ ես գնեմ ուղակի այն ամբողջական այն հացը, այն բիոկորն շպիցը, որը սիրում ենք մենք, ու ասենք մեջը ինչ-որ պանիր, սալատ կամ ինչ-որ մի բան դնեմ, որ հետս վերցնեմ, որ ուժասպառ չլինեմ։ Դա կարա լինի, բայց այն, որ տունը նստած եմ, հաց եմ ուտում ու հացի հետ, ճաշի հետ, ասենք կամ ընտրիկին հաց ուտեմ, դա բացառել եմ։ Ու սպորտը, էլի ժամանակային առումով կարող է այնպես ստացվի, որ ես չկարողանամ ստաբիլ կերպով հաճախել, բայց տանը մարզումները պարտադիր են։ Այդ որ քայլելը, որ ասում եք ամբողջ օրը շարժվում ենք, ես ինքս էլ եմ ասել ժամանակին, ամբողջ օրը շարժվում եմ կամ այսքան քայլում եմ կամ իմ չափ էլ է դու քայլի կամ իմ չափ դու շարժվի, սիրելիներս, ակտիվությունը շատ լավ բան է, բայց դա չի նշանակում մարզվել, որովհետև չկա մի քայլելու կամ գործ անելու տեսակ, որ մարմնի բոլոր մկանները շարժվեն ու մարզվեն։ Իսկ մեզ պետքա, որ շաբաթական գոնե 3 անգամ մեր մարմնի բոլոր մկանները մենք մարզենք, որպեսզի իրենք չծերանան, չթուլանան ու միշտ պահեն իրենց ակտիվությունը։ Դրա համար պարտադիր չի ֆիթնես ստուդիաներ հաճախել, գումարներ ծախսել, ժամանակ ծախսել։ Մի ամսվա ֆիթնեսի այդ ստուդիայի ջիմի գնով կարելի է գնել պուճուրի գանտելներ կամ ինչ-որ մի բան, որովհետև արդեն կա տարիք 30-ից 35-ից հետո, որ պետքա մի քիչ քաշերով մարզվես, որպեսզի ավելի ակտիվությունը լավ, որովհետև մենք արդեն ուզած-չուզած կյանքի բերումով ու արդեն մկանոտ ենք ու սովոր ենք ծանրությանը, ու ուղղակի սովորական մարզվելը կարող է մի քիչ ոչ արդյունավետ, բայց շատ լավ կլինի, եթե գոնե շաբաթական մի անգամ էլ պուճուրի քաշերով մարզվենք, ասենք այն նույն վարժությունները, որ անում են, պուճուրի քաշերով անենք, որ էլ ավելի լավ մարզենք մեր մկանները։ Կամ կարելի է առանց ոչ մի բանի, ինտերնետում այնքան շատ են ծրագրերը, այնքան շատ են մարզման ծրագրերը, ուղղակի կարող եք վերցնել ինչ-որ մի հատ փոքրիկ ծրագիր, հիմնականում կարևորն այն է, որ բաղկացած լինի։ Սկզբի մի քան ու պետքա անպայման կես ժամից 45 րոպե, մինիմում կես ժամ պետքա լինի, որտեղ կես ժամից հետո նոր, որ սկսում է լավ բացվել մկանները ու արդյունավետ է լինում։ Կարևորը այնպես արեք, եթե վերցրել եք 45 րոպեն, ասենք, այնպես արեք, որ լինի առաջին 15 րոպեն կարդիո վարժություններ, հետո այն ընթացքի 15 րոպեն ֆիզիկական ակտիվություն, բոլոր մկանների համար նախատեսված ու վերջի 15 րոպեն էլի ինչ-որ կարդիո վարժություններ, թեթև վարժություններ, ինտերնետում շատ կան, ես հիմա չեմ կարող ինչ-որ խորհուրդ տալ, սրան հետևեք, նրան հետևեք, ինքներդ կարող եք մի քանի հոգու հետևել, վերցնել դրանից ձեզ ծրագիր, որովհետև մեկ ունի մեջքի խնդիր, մեկը ոտի խնդիր, եթե ես ասեմ հիմա այս վարժությունը արեք ոտքերի համար, դա վնաս կլինի, մեկը մեջքը կարող է վնասի, ամենաճիշտն է, որ դուք ինքներդ հասկանաք ձեր համար ինչն է կարևոր, թե այն ամենասովորական վարժություններից, որ մեզ դպրոցում սովորացնում էին, ինչպես բացվենք վզի համար, մեջքի, թիկունքի, ոտքերի, որ բոլոր մկանները շարժվեն։ Ու դրանից հետո դուք կզգաք ոնց է միանգամից անցնում հոգնածությունը։ Միանգամից այսպես կյանքդ ուրիշ ձև է ընթանում ու այն մարդը, երբ որ արդեն մարզվում է, ես էլի ասում, ինչ որ ես ասում եմ, իմ փորձից ինչ որ իմ վրա անցել եմ այդ ճանապարհով, մոնթաժամին եմ նայում Շուշանա, երբ որ արդեն դու մարզվում ես,
Երբ որ դու անցնում ես այդ ամեն ինչի, ու միշտ չի մոտ էլ միշտ չի, որ ես մեծ ցանկությամբ գնում եմ մարզվել, օրինակ երբ որ գործից գալիս ես շատ հոգնաժամ 8-ին տուն ես հասնում ու այն 45 րոպեն, որ դու պետքա մարզվես, ասես չուզելով ես սկսում, բայց վերջանալուց ես հպարտանում ես, քեզ ծափահարում ես, որ ես այս մի բանն էլ հաղթահարեցի։ Ու դրանից հետո, որ քեզ ինչքան էլ համոզեն, դու էլ վատ բաներ չես ուտի, քեզ վնասող բաներ չես ուտի ու արդեն դու մոտիվացվում ես թեկուս հիմա ես երեկոյան մարզվել եմ այսօր առավոտյան արթնացել եմ սուրճ եմ խմել ու ինձ եթե ինչքան էլ վիտոն համոզել ես ոչ մի կտոր կոնֆետ շոկոլադ չի ուտի չնայած ինքն էլ առողջ ծննդի կողմնակից բայց դե չի ուտի որովհետև ես գնահատում եմ այն ինչ որ ես երեք արել եմ այսպես իրելիներ շատ խոսեցի էլի ինչպես միշտ բայց ուղղակի կազմեք ձեր համար պլան, որ լինի սկզբում կարդիովարժություն, այսինքն մի քիչ մարզվեք, բացվեք, հետո կատարեք ֆիզիկական վարժություններ, հետո նորից միանգամից չդադարեցնեք, նորից հանգիստ վարժություններ կարդիո, որպեսզի մկանները նորից հանգստանան։ Ու ամենակարևորը շատ ջուր խմեք եւ հա, այնպես արեք, այնպիսի վարժություններ ընտրեք, որ միայն մի մկանը չմարզվի, ամբողջ մկանները մարզենք։ Ու ամենակարևորը սիրելիներս, սիրեք ձեզ ու իրեն սիրող մարդը չի կարող վնասել իր օրգանիզմը, որտեղ մենք վնասում ենք ինքներս մեզ, եթե մենք հիմա նստենք ու ուտենք, ասենք ամեն օր, մեկ ասում եմ կարելի է պետք չի ոչ մի բանից զրկել, բայց եթե ես առավոտյան նախաճաշին ուտեմ միացուս լավ, չէ, սուրճս խմեմ լավ շոկոլադով, հետո ուտեմ միացուս լավ բուտերբրոդ, հետո սուրճի հետ խմեմ սուրճը մի հատ տորթով, սուրճը քաղցրով ու այդ կաթով, շաքարով, այդ էլ ասեմ, ինչքան վնասակար բաներ կա, ու հետո ընթրիկին ուտեմ ինչ որ էլի ինձ համեղ ոչ օգտակար բաներ ու այդպես ամեն օր, այդ արդեն նշանակում մենք մեզ չենք սիրում, որովհետև եթե դու քեզ սիրում ես, դու չես կարող քո օրգանիզմի հետ տենց վատ վարվել ու այդքան վնասել քո օրգանիզմը, այնպես որ պետքա մեզ սիրենք, պետքա առողջ ապրենք ու իմանանք, որ այդ առողջ ապրելակերպն է մեր կյանքի որակի գրավականը ու կհասկանանք, թե ինչքան է փոխվում որակը կյանքի ու ես ուզում եմ, որ դուք մոտիվացվեք որ դուք էլ սկսեք մարզվել ու առողջ սնվել, ինչքան հնարավոր առողջ չեմ ասում, բոլորովին բացառեք ամեն ինչը քաղցր հացաբուլ կեղենը չէ, ամեն ինչ էլ պետք է ուտել, բայց չափի մեջ, եթե տորթ է, գոնե շաբաթը մի անգամ, եթե պոնչիկ պերաշկի է, գոնե ամիսը մի անգամ, այդպես սիրելիներս, լավ, ես արդեն ոնց որ թե ուշանում եմ, լավ մնացեք, լավ եղեք, հուսով եմ տվեցի սպառիչ պատասխան հարցերի ու հետագայում տեսնեմ, երբ որ արդեն մի քիչ ժամանակ ունենամ կամ բան, կարող եմ մի փոքր հատված նկարել տնային մարզումներից կամ ասենք, չգիտեմ, կամ եթե Էլենը ֆիթնես է հաճախում ճիշտ է շաբաթը ինքը ունի ոնց որ ծրագիր 4 անգամ, բայց եթե որոշի տանը ինչ որ իր ծրագրով մարզվել, ցույց տամ, մի խոսքով կնկարեմ, տեսնեմ ոնց կլինի, չեմ խոստանում, բայց գոնե այն ծրագիր կմշակեմ, ինչպես կարելի է, ինչ վարժություններ անել տնային պայմաններում մի քիչ ֆիզիկական ակտիվությունը ապահովելու համար։ Այդպես սիրելիներս, լավ մնացեք, լավ եղեք, էլի կհանդիպենք, գնացի։ Lieb mich, wenn nicht, weil ich brauch dich, wenn nicht, weil... Բարի լույս սիրելիներս, ողջույն, բարի առավոտ շուտ, ինչպես տեսնում եք եւ իհակառակ կողմում եք տեսնում դեռ 6:25 է, պետքա դուրս գայի տանից ու հանկարծակի հիշեցի, որ նախորդ վլոգի վերջում խոստացել էի, որ ցույց եմ տալու, թե ինչ էի գնել նախորդ անգամ, երբ գնացել էինք խանութներ, իրականում չէի գնացել ինձ համար ինչ-որ բան գնելու, բայց երբ որ տեսա այս գույնը, ասեցի արդեն, որ շատ եմ հավանում ու սկզբում որոշել էի եւ տաբատը եւ վերևամասը այս գույն գնել, հակա հետո մտածեցի, որ չէ, դե տաբատը շատ ավելի հաճախ ենք հագնում, ավելի լավ է սևը վերցնեմ, որ կարողանամ շատ բաների հետ համադրել, իհարկե կարելի է սիրուն զարդերով, ինչ որ բաներով համադրել, բայց քանի որ ես գնում եմ հիվանդանոց, վիրահատության ենք այսօր ու դեռ պետք է մազերս էլ հավաքեմ, ամբողջը հավաքեմ, դրա համար
որոշեցի չկրեմ, հետո չհանեմ, մի խոսքով։ Ամեն դեպքում հիմա մի հատ հետ գնամ, տեսեք ինքը շատ փափուկ է, իսկ փոքրիկ գծերով մեջը, շատ փափուկ է ու կտրվածքով մի քիչ մեծ է կտրվածքը, պատկերացրեք, որ սա S-ն է, ես S չեմ հագնում, բայց սա S համարն է ու ինքը շատ լավ է եւ չափը, որովհետեւ համ M-ը փորձեցի, համ L-ը փորձեցի, sense թևերը S չափն էր գալիս, S մասերը ստնկվում էր, այնպես որ տակոից եմ գնել, եթե ապրում եք այստեղ կամ ուզում եք գնել, իմացեք, որ ինքը մեծ է կտրվածքով ու համ էլ ինքը շատ երկար էր իջնում, այս մասերը լայն, հիմա հետ գնամ, տեսեք խոսքը ինչի մասին է, ինքը այսպես ծիրուն այս չափը մտել է այստեղ ու կարծում ինքը հենց այսպես պետք է լինի, ինքը պետք է կպնի գրկի մարմինը, իսկ տաբատները այսպես շատ ծիրուն մեջ կռեզինով, այստեղ այսպես գոտիներով, լայն, դե իհարկե հիմա հողաթափերով եմ, այսպես լայն, շատ բարակ չի ու շատ հաստել չի, հիմա դերևս կարելի է հագնել, հետո արդեն դե տակից ուղղակի բաներով կամ ինչ-որ մի բանով, բայց դե ես մրսկան չեմ այդքան ու շատ հարմար է, կարծում եմ սազում է, այդ դուք կասեք, սազում է թե չէ, իսենց, ուղղակի պարզ հասարակ, բայց համեստ ու սիրուն, այդպես, հետո ինչի վերցրեցի, սիրում եմ այս կտրվածքը, այս թևերը, կարևորը որ վիզը տաք լինի, քանի որ շալեր այդքան շատ չեմ կարողանում կրել, սիրում եմ այս մասը ու թևերն էլ ինձ համար կարևոր չի, որովհետև սիրում եմ որ ազատ ալինում կարևորը սենց տաք լինի, հիմա այս կհագնեմ արդեն վերարկուի հետ, իսկ որոնք որ երկարաթևեր են, հագնում եմ հիմնականում իմ այդ կիսապաճկոնակով, այդ ժիլետով, որովհետև չեմ սիրում, երբ որ երկու թև իրար հետ ալինում, այսինքն այս եղանակին դե իհարկե ձմռան ցրտին չենք կարա այդպես, բայց դե հիմա կհագնեմ իմ դարչնագույն վերարկուն, որ անցած տարի էինք գնել միասին, Այս տարի դեռ չեմ հագել, Էլենս է հագել մի երկու անգամ ինքն է իջացրել վերևից, այդպես ու սապուկներ էի ուզում, բայց սապուկներ չեմ հագնի հիմա, այսօր այդքան է բան չի, կոշիկներ կհագնեմ, իհարկե սև կոշիկներ չունեմ համապատասխան, մեծ սիրով սևը կհագնեի, բայց կհագնեմ իմ բաց գույնի կոշիկները, որոնց եզրերը այս գույնը, կարծում եմ համադրվի իրար հետ, այդպես սիրելիներս դե լավ, գնացի Սիրելիներս, ահա եւ վերջ, պատրաստ եմ, տիկամ գույները տեսնեք, վերցնելու եմ այս պայուսակը, սենց ու հետ գնամ, կոշիկներն էլ տեսնեք, որը ի նկատի ունեմ, այսպես, մի խոսքով, այսպիսի համադրությամբ, գիտեք շատ հաճախ չեմ սիրում կիսվել այսպիսի տեսանյութերով, որովհետև շատ հաճախ չի ստացվում ինչ-որ համադրել, ուղղակի երբ որ ցուրտ է կամ տրամադրություն չունես կամ ուղղակի դուրս գալով այդ սիտուացիայի հետ կապված, այնպես որ հագնում ենք ինչ-որ այդ պահին հարմար է ու չենք նայում վայ սա սրա հետ սազում է, որ ասեմ ու միշտ ցույց համադրում եմ, ոչ, ուղղակի մեկ սիրում եմ այսպես ու մեկ էլ ցույց եմ տալիս Սիրելիներս, սա արդեն հաջորդ օրն է, քանի որ նախորդ օրը շատ ուշ էի վերադարձել ու չեմ նկարել, սա արդեն 5 շաբթի է, տուն եմ գալիս ու ավտոբուսում Ալենիս եմ հանդիպել։ Սիրելիներս, գործից դուրս եմ եկել ու ճանապարհին հանդիպել եմ Ալենին ու Էլենին։ Մտել ենք խանութ իրար հետ ու մեր գնումները մի հատ նայեք, թերից ասեք մատ լուսավորեմ, որ լավ տենա։ Ուրեմն, արդեն Ալենը հետներս ա եղել սրանք, Ալենն ա ընտրել։ Հենց այս կասայի մոտ էլ չհասցրեցի էլ նայեմ ինչ ա, ինչ չի։ Սրանք Էլենի գնումներն ա, մացարելան, մասկարպոներ Էլենն ա սիրում պատրաստում են, այքու համար Ալենը սոկ ա առել։ Սրանք Անգելինայի գնումներն են, այս իրացիրակ երշիկն է, շատ լավն է այս ու սեղ չկրի, ատուս կպել է իրար, այս սրանք ինքը 9 եվրո է այս հանը, 400 գրամ այն կարծիքով, խոսքով 50% ձեր չկել է ու այս իրանք շատ են սիրում, շատ բարակ է կտրած, ինքը շատ համեղ է լինում, սենց բանով, սենց սիրում են երեխեքը այս երշիկը, այստեղ խմում ենք այս սուրճը, որ ոչ մի համ չունի ավելորդ, ոչ մի հոտ, ոչ թթու է, ոչ դառնա, ոչ կծու է, ոչ մի բան, շատ համեղ, շատ հեշտ գնում է, սովորել ենք այս սուրճի համին, շատ լավն է։ Հետո երեխեքի համար էլի ընդմիջման այսպիսի համեղ այս բաներից, ինչա կորնիներից,
Հա, քոնիպն, էսի էլենի բանջարեղենային էս միքսը ու էստեղ մի հատ էս տոպրակը էլի նայեք։ Սենց, էս էլ էլի զղջվածների մեջից եմ վերցրել։ Հետո գալիս է սենց մի բան։ Այս երկու հատ է սրանից։ Սրանք ուրեմն բանի համար, քանի որ մենք ունենք նաև մեր բժիշկը աշխատում ենք եւ պրիվատ եւ նորմալ կասայով օրդինացիա, դրա համար ունենում ենք համեղ քաղցրավենիքներ, որտեղ սուրճ են հյուրասիրում պրիվատ պացիենտներին, երեխաներին, ովքեր պրիվատ են մեր մոտ, իսկ վճարում են, ինքներն են վճարում, ոչ թե ապահովագրությունն է վճարում։ Դրա համար միշտ ունենում ենք, դրանք բանի համար եմ գնել, ասենց միշտ լավ կոնֆետներ ենք էլի ունենում։ Սրանք օրդինացիայի համար եմ գնել ու մեկ էլ այս թեյերը, որ այնտեղ խմում ենք այս սեզոնի համար, ամենա լավն է, որ մի խոսքով այս կոկորտի համար։ Այս սրանք ու այսպիսի պաշտետներ են գնել երեխեքը ու մեկ էլ մեր երեխեքի համար եմ վերցրել սրանցից։ Ինքը երկու հատից էր, ոնց որ մի քիչ էժան էր գալիս, որ երբ որ երկու հատից էի գնում, բայց դե ես այսպես եմ վերցրել երկու հատ այնտեղ, երկու հատ այստեղ։ Դե քանի որ այս առանձին է, այս արդեն այս կլինիկայի հաշվից է, կլինիկայի քարտով եմ գնել, դրա համար այսպես առանձին, մի խոսքով այս այնտեղ, այս էլ մեր տան համար, այս սենց ոչ օգտակար, շատ վատ բաներ, բայց դե շատ համար, երեխեքի համար։ Սիրելիներս արդեն լավ գույնը դուրս է տվել, այսինքն պատրաստ է ժամանակն է քամելու։ Ուրեմն որոշեցի հենց հիմա էլ քամել, այս քամելու գործընթացն է։ Մի հատ ստեղ նայեք էլ ինչ սիրուն է։ Ոյ սենց։ Փորձեմ էլի համը։ Այս խողցրան, հենց համով է։ Բարձրացել եմ վերև թթուտ անեմ։ Պատշգամբից ու հիշեցի, որ իմ թթվով չեմ կիսվել, արդեն պատրաստ տարբերակով, այնքան լավ է ստացվել, արդեն լավ թթվել է ու վարունգն էլ, ի զարմանալին շատ խրթխրթան ու շատ համեղ ա եղել, բայց որ էլի եմ շաբաթ օրը վարունգ գնելու, ավելացնեմ ու մնացածն, որտեղ պարզվում է մեր տանը բոլորն են սիրում թթու։ Բարի շաբաթ առավոտ սիրելիներս, չնայած որ շաբաթը արթնացել եմ շատ վաղ, 6-ին, սովորաբար 5-ին եմ արթնանում, Պիտոն մի քանի ժամով գործ ուներ դուրս է եկել ու ես արագ գործերս եմ վերջացնում, որ գա ու շաբաթը միասին անցկացնենք, գործ չունենամ այդքան անելու։ Սուրճ էլ չեմ խմել, բայց հասկացա, որ էլ չեմ ձգվում, եկել եմ սուրճի ընդմիջում անեմ։ Մի հատ սուրճ խմեմ, մինչև Վիտոն կգա 12-ին, մի հատ էլ իր հետ կխմեմ։ Սպոտերը ոչ լավ։ Վերջին խնձորներն է թափվում։ Աշուն, սիրուն աշուն։ Եկեց արագույներ եմ սիրուն։ Այս կնեմ սուրճիս նայում։ Վեր, սուրճս պատրաստ է։ Մի հատ նստեմ պատշգամբում վայելեմ ու գնեմ։ Գնեմ գործերը շարունակելու։